Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Լուսավոր Հայաստան կուսակցության արդեն նախկին փոխնախագահ Դավիթ Խաչատյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատյան, շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Օրերս տեղեկացրեցիք, որ հեռանում եք Լուսավոր Հայաստան կուսակցությունից ավելի քան 10 տարի կուսակցական լինելուց հետո նշեցիք, ձեր առաքելությունը ավարտված է, հեռանում եք, որ 1000 փակված դռներ բանակ, մեջչանական տողերով էլ ամփոփեցիք խոսքը, պատճառների մասին չեք նշել, ինչու որոշեցիք հեռանալ կուսակցությունից։ Գիտեք, իրականում այդ որոշումը ես կայացրել էի ավելի վաղ նախընտրական ժամանակահատվածում եւ դրա մասին ծանոթացել էի թիմակիցներիս, ասելով, որ նախ չեմ ցանկանում մասնակցել այս ընտրություններին որպես падգամավորության թեկնածու։ Ինչի մասին տեղեկացեցիք նաև հանրությանը, որ չեք մասնակցել։ Ինչի մասին հանրությունը տեղեկացավ, որովհետև պարզապես ցուցակում ներկա չէի, բայց նաև ասացի, որ կարծում եմ, որ իմ առաքելությունը համարում եմ կուսակցությունում ավարտված պարզային պատճառով, որ այն ձևաչափը, որում ես գործել եմ շատ երկար տարիներ շարունակ, այլևս ինձ համար արդյունավետ չէ եւ ես չեմ կարող ավելին տալ այդ ձևաչափում եւ ավելի մեծ արդյունք ակնկալել։ Այսինքն կուսակցությունը հեռանկարներ չունի։ Չէ, այսինքն ես տեսնում եի, որ մասնակցության դեպքում, նկատի ունեմ կուսակցության առանձին մասնակցության դեպքում ընտրություններին, արդյունքը չի լինելու ավելի լավը, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որը 1.2% էր, եւ ես ջատագովում էի, որպեսզի մենք մասնակցենք հնարավոր դաշինքով, այսինքն փորձենք դաշտում գործընկերներ գտնել, ինչի մասին շուրջ 2 տարի խոսել ենք եւ ասել, որ պետք է լինի ընդդիմադիր դաշտի խոշորացում եւ երբ ժամանակը եկավ շատ տարբեր թե օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով դա չստացվեց, վերջին բանը, որ ես կարող եի ասել, դա այն էր, որ առանձին մասնակցության ձևաչափը արդյունավետ չէ, որովհետեւ արդյունք մեծ ակնկալել այդքան էլ իրատեսական չէ, բայց տեսնում եի նաեւ, որ թիմը ոգևորված է եւ ուզում է մասնակցել։ Ես համարեցի, որ չեմ կարող իմ ներդրումը ունենալ այդտեղ եւ ազնիվ գտա, որպես երկու որոշումների մասին ավելի վաղ տեղեկացնեմ թիմին, ինչը փոքրինչ հետաձգվեց զուտ ընտրական պատրաստությանը չխոչընդոտելու համար։ Եթե ընտրություններում ամեն դեպքում հաղթանակ լիներ կամ գոնե շեմը հաղթահարեին, մտնեին խորհրդարան, կշարունակեիք մնալ կուսակցությունում։ Հարցը այն չէ, կշարունակեի մնալ կուսակցությունում, թե ոչ, հարցը այն է, այդ դեպքում ճիշտ կլիներ իմ այն դիտարկումները, որ այդ ձևաչափը եւ այն մոտեցումները, որով մենք առաջ ենք շարժվում, կարող են ավելի մեծ արդյունք տալ։ Կնշանակեր, որ ես սխալվել էի եւ հնարավոր էր այդ մոտեցումներով արդյունք ստանալ եւ թիմը կստանար այդ արդյունքը։ Ցավոք սրտի, ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, դա այդպես չստացվեց։ Միևնույնն է, ես թիմին տեղեկացրել էի, որ պատրաստվում եմ դուրս գալ եւ դադարեցնել իմ առաքելությունը կուսակցությունում, բայց գոնե այդ ժամանակ ես սխալ կլինեի եւ կպարզվեր, որ այն գործիքակազմը, որը ընտրվել է, արդյունավետ է, բայց ցավոք թվերը այլ բան ցույց տվեցին։ Հիմա կարող ենք ենթադրել, որ սա նաև բողոք է կուսակցության հանդեպ, որի իմ ասած ձևով չարեցիք, տեսակ ինչ եղավ, ես հեռանում եմ։ Չէ, բացարձակապես, ասում եմ, ես ավելի վաղ ժամանակահատվածում էի դրա մասին ասել եւ հույս էի հայտնում, որ այդուհանդերձ արդյունքը ավելի մեծ կլինի եւ նաեւ թիմին ասում էի, քանի որ իմ տրամադրվածությունը արդյունքների մասով բացասական է, ավելի ճիշտ կլինի, որ ես մի կողմի վրա լինեմ, ինչով կարող եմ օգտակար կլինեմ, բայց մի կողմի վրա լինեմ, որովհետև իմ այդ բացասական տրամադրվածությունը կարող էր կոտրել թիմի ոգևորությունը, ինչի ես չէի ցանկանում, հուսալով, որ առավելագույն արդյունք կլինի եւ այստեղ որևէ բողոքի բան չկա, եթե բողոքի բան կա, այդ բողոքը նաեւ ինձ է ուղղված, որովհետև ի վերջո դա նաեւ համատեղ գործունեության արդյունքներ է, էլի, ուզում եմ ասել, այդ վատ արդյունքի մեջ ես իմ մասնակցությունը առնվազն դրան նախորդող տարիների գործունեության մասով ունեմ, բայց առնվազն ես գոնե առաջարկում եի որոշակի մոտեցումների փոփոխություն։ Հիմա գրել եք, որ 1000 դռներ եք բանալու, այսինքն մենք ձեզ տեսնելու ենք քաղաքական դաշտում։ Այո, քաղաքական դաշտից հեռանալ ես չեմ պատրաստվում, որովհետև կարծում եմ, որ դեռևս անելիք ունեմ եւ ինձ համար շատ հստակ ուրվագծել եմ առաջիկա անելիքները, նաեւ այն պատճառով, որ այնինչ ես թիմի հետ միասին իհարկե ասում էի դրան նախորդող ամիսներին, թե ինչը կլինի արդյունավետ ընդդիմության մասնակցության պայմաններում, դուրս եկավ ճիշտ
իսկ ընդդիմության գործողությունները սխալ, որը առնվազն բերեց այն արդյունքին, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ վերընտրվել հազար ու մի չարաշահումների միջոցով, բայց այդուհանդերձ նա դա կարողացավ։ Ուստի նշանակում է, որ ես դեռ ասելիք ունեմ եւ դիմացնել հատկապես քաղաքային ընտրություններն են 28 թվականի Երևանի, որտեղ վստահ եմ առավել եւս իմ ասելիքը կունենամ։ Եվ այսինքն սպասում եք, որ պետք է առաջարկներ լինեն, թե դուք ինքներդ կնախաձեռնեք, օրինակ նոր կուսակցություն կբացեք, հայտ կներկայացնեք մասնակցելու։ Բացարձակապես որևէ մասնակից ուժից ակնկալիք չունեմ, ես թերավատորեն եմ մոտենում 26 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր ուժերի մոտեցումներին, առ այն, որ իրենք հետևություն են արել, թե ինչ սխալների պատճառով, ինչ բացթողումների, ինչ որոշումների հետևանքով ի վերջո Փաշինյանը կարողացավ վերընտրվել։ Ինչու, որովհետև յուրաքանչյուրը մասնակցեց իր կուսակցական ցուցակով, նույնիսկ եթե ցուցակի անունը դաշինք էր ֆորմալ իմաստով, եւ այդ կուսակցական ցուցակը շատ նեղ շրջանակներ էր ընդգրկում եւ իրենք կարծում էին, որ այդպես հնարավոր է քաղաքականություն վարել։ Ես դեռևս չեմ տեսնում, որ այդ ուժերից որևէ մեկը մոտեցում է վերանայել, ըստ որի պատրաստ է լայն համախմբման, հետևաբար նաև որևէ մեկից որևէ ակնկալիք չունեմ։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, ես հույս ունեմ, որ այս 2 տարիների ընթացքում այն քաղաքային օրակարգը, որը կարողանամ ձևավորել, կգտնի իր համախոհներին եւ այդ համախոհների հետ միասին կքննարկենք, թե ինչ ձևաչափով պետք է լինի 28 թվականի ընտրությունների մասնակցությունը։ Այսինքն դուք հնարավոր եք համարում, որ խորհրդարանական ընտրություններում, եթե կոնսոլիդացիա չի լինում, ապա իշխանափոխություն չի լինի, բայց Երևանի քաղաքապետի ընտրություններում իշխանափոխություն կարող է լինել։ Կարող է լինել, եթե թույլ չտանք այն սխալները, որոնք նախկինում թույլ տրվեցին, եւ ես ուզում եմ ձեզ այդուհանդերձ հիշեցնել, որ Տիգրան Ավինյանը 30 քանի տոկոս տարավ, չունեցավ մեծամասնություն եւ պարզապես մանդատագողության արդյունքում կարողացավ ընտրվել եւ այն կառավարումը, որը հիմա իրականացվում է, այն տրանսպորտային կոլապսը, որը կա քաղաքում, վառ ցույց է տալիս, որ իրենք չպետք է ունենան մեկ ձայն ավել 28 թվականի քաղաքային ընտրություններին։ Իսկ քաղաքային ընտրությունները կարող են հենք ստեղծել հետագա իշխանափոխության, որը ինչքան շուտ լինի, այդքան լավ։ Որպես քաղաքապետի տեխնացու հանդես կգաք։ Ձևաչափը ես կարծում եմ քննարկելի է լինելու կրկին 26 թվականի ընտրությունների դասերից մեկն էլ, որը ինձ համար ի սկզբանե պարզ էր, դա ինձ համար չէր դաս, այն է, որ երբ դու ակնհայտ ռեսուրսների պակաս ունես եւ քեզ հռչակում ես վարչապետի տեխնացու 26 թվականին ինչպես եղավ, հույս ունեմ շատերը այդպես 28 թվականին իրենց քաղաքապետի տեխնացուներ չեն հռչակի։ Եթե չունես դրա բավարար ռեսուրսը, ապա փնտրի ավելի արդյունավետ ձևաչափեր, գործընկերներ, ավելացրու քո ռեսուրսը։ Այդ ինքնանպատակ մասնակցությունը, որով ուժերը անգամ չեն մոտենում նախընտրական շեմին, ինձ համար անհասկանալի է։ Եվ ես դες անկեղծ ասում եմ, եթե 28 թվականին պարզվի, որ մարդիկ են ինչ որ ես առաջարկում եմ քաղաքային թեմայով, արձագանք չի գտնում, ծրագրերը այնքան էլ լավը չեն, արդյունավետ չեն, ես չեմ համարի, որ պարզապես ինքնանպատակ է մասնակցել այդ ընտրություններին։ Բայց հասկանալի է, որ կոնսոլիդացիա ունենալու համար նաև մյուս կողմի քայլերը պետք է լինեն, այսինքն միայն ձեր ցանկությունը բավարար չէ, կամ այս դեպքում միայն Լուսավոր Հայաստանի ցանկությունը բավարար չէր։ Այո, եւ 28 թվականին կերևա 26 թվականի դասերը քաղվել են թե չէ, եւ այստեղ տեսանելի էր, որ բոլոր ուժերը կարծում էին, այսինքն տեսեք 19 ուժ էր մասնակցել, 19-ից առնվազն 15-ին ում հետ անձամբ կամ միջնորդավորված շփում եմ ունեցել, յուրաքանչյուրը նվազագույնը 10% ակնկալում էին, եթե 15-ն էլ 10% ունենային, 150% ձայն կտաներ ընդդիմությունը համատեղ, ինչ չեղավ։ Հիմա սա հենց նշանակում է, որ պետք է դասեր քաղել 26 թվականի ձախողումից, որ ձեռք բերում կար առ այն, որ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, ես դա չեմ վիճարկում, բայց եկեք մարդկանց չխաբենք, ընդդիմության նպատակներ, մեր նպատակներ նաև իշխանափոխությունը, մենք բոլոր ընդդիմադիրներս այդ նպատակին չհասանք։ Հիմա կարող ենք հետևություններ անել, վստահ եմ կարող ենք, կանենք թե չէ 28 թվականին կփորձարկենք։
Դուք հավանական եք համարում, որ Երևանի ավականու ընտրություններում իշխանապողություն հնարավոր է լինի, այսինքն քաղաքապետը փոխվի, ընդդիմադիր մեկը լինի, բայց դուք տեսնում եք, թե ինչ ուժգին պայքար է գնում թիմ ընտրությունների ժամանակ, իշխող թիմը ինչերի է դիմում եւ հիմա էլ Գյումրիում արտահայտ ընտրությունների մասին են խոսում։ Այս դեպքում ինչ հնարավորություններ ունի դիմում են, դիմելու են այն ապօրինությունները, որոնք եղան այս ընտրություններում շատ ավելի լինելու են 28 թվականի ընտրություններին, դրա համար մեր ակնկալիքը պետք է լինի ոչ թե մոտենալ իշխանության քվեներին, այլ դրա կրկնակին տանել։ Իսկ դրա ճանապարհը ես շատ հստակ տեսնում եմ, դա մարդկանց հետ ազնիվ լինելն է, առ այն, որ պետք չի քննադատել այն, ինչի տակ իրականում շատ քննադատելու բան չկա, բայց այն ինչ շատ իրական ու տեսանելի է, մարդկանց շատ հստակ ցույց տալ եւ բացատրել։ Օրինակ ես ուզում եմ օրինակ տեսեք, հետընտրական ժամանակահատվածում 26-ի ընտրություններից հետո շատ ընդդիմադիր ուժեր դիմեցին սահմանադրական դատարան տարբեր փաստարկներ բերելով։ Մեկ աղաղակող գործոն կար, դա Բարգավաճ Հայաստանին կամայականորեն դուրս թողնելն էր։ Դրանից մեծ ընտրախախտում, չգիտեմ, պետք է չի ակնկալել, այսինքն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նախագահան նախկին իշխող ուժի падգամավոր է, վարչապետի թիմակիցն է, լինելով սահմանադրական անկախ մարմին, կայացրել է ակնհայտ Ա ապօրինի, Բ քաղաքականացված որոշում։ Փոխանակ բոլոր ուժերը կենտրոնանային սրա վրա, ես լսում եմ։ Այսինքն այդ պահանջը ձևակերպեին սահմանադրական դատարանը։ Այո, որովհետև շատ հնարավոր ապօրինի որոշումներ, որ կարող էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացնել։ Ես լսում եմ ելույթներ, որտեղ ասում են, մեզ համար անհասկանալի է, թե ինչի մի քանի տասնյակ հազար անձնագիր չի անցել այդ սարքի միջով եւ ձեռքով է մուտքագրվել։ Լավ է, տեխնիկական բաները, ուրեմն 4 հանձնաժողովի անդամ եղել է օպոզիցիայից, բազմաթիվ վստահված անձինք տարբեր ուժերից։ Եղել է նման խնդիր տեղամասում վերահսկելու ամբողջ գործիքակազմը ունեցել եք, վերահսկեք։ Հիմա մարդկանց ինչ եք բացատրում։ Մարդիկ կարող է դա չիմանան, թե ինչի հետևանքով է, հին անձնագիր է, էս է, այն է, ուշադիր պետք էր լինել տեղամասում, բայց հիմա մարդկանց դրա մասին խոսել ինչու եք ծանրաբեռնում։ Բայց այն ինչ հիմնական կռվանն էր, որ մի ամբողջ ուժի, որը էական չի թե որ ուժն է, ես որևէ համակրանք չունեմ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ, երբևէ չեմ ունեցել, բայց այդպես վարվել ընդդիմադիր մանդատների երրորդ ընդդիմադիր ուժի խորհրդան մտնել էր, դա կլիներ Բարգավաճը, թե մեկ այլ ընդդիմադիր ուժ, դա չէր էական։ Այս հարցը ստվերել էին, ելույթները սրա մասին չէր եւ շատ առաջնորդներ, որ պետք է այնտեղ լինեին, ՍԴ-ի դիմաց, այնտեղ չէին, ես դա չեմ հասկանում։ Դուք առաջնորդել եք։ Ասում են ժամկետների խնդիր կա, հիմա որ մենք դիմենք սահմանադրական դատարան այդ հարցով։ Ինչ ժամկետի խնդիր կա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կա նոր ընտրություններ անելու, այդ 3 ընտրատեղամասերում, ինչեւ որ դիմեցին ՍԴ, այդպես էին պատճառաբանում։ Սահմանադրական դատարանը կարող էր կամայական որոշում կայացնել, որովհետեւ բարձրագույն մարմինն է տվյալ դեպքում, որը որոշումը վեկանման ենթակայել չէ։ ԿՀ-ն ինչ ապօրինություն է դիմել, երբ արել, այդ ժամկետներին պետք է իրենք հետևած լինեին, երբ են անակնկալի եկել, ոնց է ստացվել։ Մեր ընտրական օրենսգիրքը վիճարկման բոլոր ժամկետները թույլ տալիս է, բայց այլ բան է ես փորձում ասել։ Բայց երաշխիք չկար, չէ, որ այդպես էլ դիմեին, մեկը պետք է սահմանադրական դատարանը այլ որոշում կայացնի։ Հարցը սա չի։ Պարզ է, որ սահմանադրական դատարանը, որի անդամների մի մասը ԿՊ կողմից ընտրված դատավորներ են կամ նախկին ԿՊ անդամներ են, պետք է այդ որոշումը կայացնեին, բայց սրանով մարդկանց շրջանում շատ հստակ կլիներ այն պատկերը, որ այս խորհրդարանը առնվազն իշխող ուժի համամասնության մասով լեգիտիմ չէ, այդքան քվե, այդքան մանդատ ԿՊ-ն չպետք է ունենար։ Եվ ընդդիմադիր լիդերները ինչպես առաջնորդեցին այդ պայքարը կամ քարոզարշավը, այդպես էլ պետք է առաջնորդեին այդ բողոքը։ Ինձ համար անհասկանալի էր, որ անգամ Գագիկ Ծառուկյանը, ում հետո կկալանավորեին, չէր գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց պաշտպանելու իրեն ընտրողների ձայները, ոչ թե իրեն պաշտպաներ, ոչ թե իր թիմակիցների մանդատը պաշտպաներ, այլ իրեն ընտրողների ձայները պաշտպաներ։ Ես հիշում եմ 13 Ծառուկյանը չկար, բայց իր թիմից կային։ Հա, լավ, դա նորմալ է։
13 թվականին Ռաֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու էր, ես հիշում եմ շատ երիտասարդ էի, սկսել էի նոր մասնակցել այդ ցույցերին, անձամբ ԿԸ-ի դիմաց ելույթ էր ունենում, առաջնորդում էր այդ ցույցը։ Այսինքն ինչ է նշանակում, քարոզ արշավը դու անձամբ տանես, բայց հետո չգնաս քո քվեները պաշտպանես Սահմանադրական դատարանի դիմաց։ Մի քիչ անհասկանալի է, եւ դա վերաբերում է մնացյալ բոլոր ուժերին։ Ներսում թող լինեին փաստաբանները, դրսում իրենք պետք է ելույթ ունենան։ Այսինքն ինչ է նշանակում, դու քվեի ստանալու process-ը առաջնորդես, դրա դեմ բողոքը չառաջնորդես, ես չեմ հասկանում։ Եվ դա վերաբերում է մնացած բոլոր առաջնորդներին, երևի բացի Սամվել Կարապետյանից, ով այդ պահին գտնվում էր տնային կալանքի տակ։ Հիմա ինչու այսպես եղավ այս իրավիճակը, ձեզ համար ընկալելի է այդ կոնսոլիդացիան ինչու չկայացավ ի վերջո, ինչու է պայմանավորված, ինչ տարաձայնություններ կային, որոնց մասին իրենք խոսում են, եւ այդ տարաձայնություններն այնքան կարեւոր էին, որ նույնիսկ իշխանապողության հարցում չկարողացան իրար հետ լեզու գտնել։ Կոնսոլիդացիան չկայացավ, կոնսոլիդացիայի առաջին օղակը պետք է լինեին խոշոր ընդդիմադիր ուժերը, նրանք ովքեր որ այսօր խորհրդարանում են։ Դա Ուժեղ Հայաստանն էր եւ Հայաստան դաշինքը։ Բոլորս հասկանում ենք, որ Հայաստան դաշինքի խնդիրը պարզապես 8% շեմը հաղթահարելն է։ Մեծ հաշվով Հայաստան դաշինքը այս խնդիրը լուծեց եւ եկեք էլի այդպես կարծում որ բացառապես անցնելն էր եւ Ռոբերտ Քոչարյանը մեծ ակնկալիքներ ուներ։ Չէ, այդ քաղաքական մասը հասկանալի է, բայց ուզում եմ ասել, երբ գծվում էր մի ճարտարապետություն, որ 3 օպոզիցիոն ուժ կանցնի եւ հետո կոալիցիա կկազմի մեծամասնություն դառնալու, խոսքը գնում էր նրա մասին, որ առնվազն պետք է Հայաստան դաշինքը շեմը հաղթահարի, բ շեմը հաղթահարի Բարգավաճ Հայաստանը, գ Ուժեղ Հայաստանը հավաքի 30% եւ ավել ձայն, որը կլիներ մոտավորապես նույն պատկերը, ինչ 21 թվականի Հայաստան դաշինքի ձայները։ Բարգավաճ Հայաստանը իր խնդիրը գրեթե լուծեց, իշխանությունը ապօրինաբար միջամտեց։ Հայաստան դաշինքը իր խնդիրը լուծեց, որովհետեւ կարողացավ շեմը հաղթահարել եւ զապասով, ինչպես ասում են, հա։ Կներեք, բայց Ուժեղ Հայաստան դաշինքի քվեները պետք է շատ ավելին լինեին։ Ճիշտ է, արդեն նախընտրական քարոզարշավի ժամանակ ինձ համար տեսանելի էր, որ 25%-ը դժվար գերազանցեն, բայց դա տեսանելի էր նրանից, որ իրենք արդեն նախապես արել էին գործողություններ, որոնք ցավոք ավելի մեծ արդյունքի չէին բերել։ Որոնք էին այդ գործողությունները։ Անունը դաշինք էր, բայց փաստացիորեն դա Ուժեղ Հայաստան կուսակցությունն էր իր բոլոր դերակատարներով։ Դաշինքային տրամաբանություն չկար, որովհետև որևէ քաղաքական դաշտում կշիռ ունեցող ուժ չէր միացել, այսինքն իրենք կարող էին փորձել միավորել Արման Թաթոյանին, Էդմոն Մարուքյանին, Հայկ Մարությանին, Լևոն Զուրաբյանին, բոլոր այն ուժերին, ովքեր հակված չէին գործելու իշխանության հետ, ընդդիմադիր էին եւ ունեին համատեղ աշխատելու տրամադրվածություն։ Որ մեկի հետ են բանակցել, որ մեկի հետ է ինչքան ստացվել, ինչքան չի ստացվել, փաստը այն է, որ երբ Սամվել Կարապետյանը գտնվում էր դատարանում, բոլոր այս ուժերը մասնակցել են այդ դատերին եւ ասել են, որ պատրաստ ենք համախմբվելու։ Եվ Սամվել Կարապետյանը նկուղից հայտարարություն տարածեց, որ ես իրականացնելու եմ համախմբում։ Համախմբվեցին ուժերի հետ, որոնց առաջնորդներին ես նաև ընդդիմադիր նախկին ուժերի հետ չի ուզում ասոցացվել։ Շատ լավ, չասոցացվեցին։ Երկու ընդդիմադիր ուժերի Շատ լավ, չասոցացվեցին։ Ոչ մեկի հետ չասոցացվեցին։ Ահա ձեզ պատկերը։ Ահա ձեզ պատկերը։ 2012 թվականին Բիձինա Իվանիշվիլին մի քիչ այլ կերպ վարվեց։ Միավորեց բոլորին։ 5 ուժ կար վրացական երազանք դաշինքի մեջ, 2 ուժ անցավ խորհրդարան, 55% Իվանաշվիլի ուժը, 45% Սաակաշվիլի ուժը։ Կներեք, բայց 45%-ը դա շատ մեծ թիվ է։ Դա մոտավորապես այնքան է, ինչքան Նիկոլ Փաշինյանը տարավ այս ընտրություններին։ Այսինքն հարցը այն չէր, ինչքան կտանի Նիկոլ Փաշինյանը, հարցը այն էր, ինչքան կգեներացնի ընդդիմությունը։ Փաստացի ստացվեց այնպես, որ ընդդիմությունը իր գործողությունների արդյունքում կարողացավ գեներացնել այնքան, ինչքան նախորդ ընտրությանը գրեթե միայնակ գեներացրել է Ռոբերտ Քոչարյանը։ Սա նշանակում է, որ ի սկզբանե մեկնարկային տվյալները լավը չէին։ Հիմա դա իհարկե այսպես դատավճիռ չի մեզ բոլորիս համար,
Արժևում դեռ պայքարներ կան եւ ըստ այն ուժեղ Հայաստանը այդ պայքարներին մասնակցելու է, բայց եթե Իսկ ինչ պայքարներ են լինելու։ Շատ տարբեր։ Խորհրդարանում պայքարներ, թե դրսում։ Խորհրդարանում էլ, դրսում էլ, թիմերում էլ հաջորդ խորհրդարանական ընտրությունները գալու են։ Կլինեն արտահերթ, կլինեն հերթական, դրանք գալու են։ Ես հասկանում եմ, որ բոլոր ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները շատ կցանկանային, որ դա շուտ լիներ։ Դա շուտ լիներ հնարավոր էր, եթե ընդդիմությունը այլ կերպ գործեր։ Հիմա այլ կերպ չի գործել, շատ լավ, բայց դեռ ապագա կա։ Հիմա խորհրդարանում դուք ինչպես եք պատկերացնում, ինչ է լինելու ի վերջո, որովհետև որոշ առումով այո, նրանք շատ մանդատներ ունեն, ընդդիմությունը մի քանի հոգով ավել մանդատ ունեն, բայց ամեն դեպքում Փաշինյանի իշխանությունը կարողանում է միանձնյա որոշումներ կայացնել, բացի իհարկե համանդրություն փոխելուց։ Խորհրդարանում մարտեր են սպասվում, եւ քաղաքական, եւ ֆիզիկական, այդ սա պարզ է, որքանով ընդդիմությունը քաղաքականապես պատրաստ կլինի այդ մարտերին, մենք կտեսնենք։ Բայց այդ մարտերն ինչ են տալիս։ Տեսեք, բանավեճը միշտ մենք տեսնում ենք քաղաքապետարանում այդ մարտերը եւ հիմա էլ տեսնում ենք, բայց ինչ է տվել դա։ Հարցը այն է, թե բանավեճերում ով է աղթում, որովհետեւ մի քանի տասնյակ կամ 100 բանավեճ անց մարդկանց մոտ պատկերացում է փոխվում։ 2017 թվականին Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն տարավ, ելք դաշինքն էլ ուներ ընդամենը նվազագույն դաշինքի շեմը հաղթահարած մի տոկոս, 7.3%։ Բայց բանավեճերի մեջ ելք դաշինքին ոչ ոք չէր կարող մեղադրել թալանի մեջ, ելք դաշինքը մյուսներին կարող էր այդ մեղադրանքը ուղղել։ Եվ այսպես շատ ու շատ հարցեր։ Հիմա հրակուժեղ Հայաստանին թալանի մեջ կարող է։ Հիմա տեսեք, ես չգիտեմ ում են ուղարկելու։ Դե ինչ որ առանձին անդամներ կան, որոնք եղել են նախկին իշխանության մաս, որում նաև դատապարտված, հա։ Հիմա կուղարկեն խոցելի մարդկանց, թե ոչ խոցելի, եկեք ճիշտ հասկանանք։ Բոլորիս վրա իշխանությունը, մանավանդես երրորդ ժամկետի գնալուց հետո կարող է քրեական գործեր հարուցել։ Խոսքը դրա մասին չի։ Եվ պարզ է, որ այդ գործերի մի զգալի մասը ապօրինի են։ Խոսքը եւս դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ այն ներկայացուցիչները, ովքեր ելույթ կունենան ընդդիմության կողմից, կվաստակեն մեր հասարակության համակրությունը եւ հաղթանակ կտոնեն այդ բանավեճերում, թե չէ։ Օրինակ ես կարծում եմ, որ Աննա Գրիգորյանը նախորդ գումարմանը այնքան արդյունավետ է գործել, որ ինչքան բանավեճի մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հետ, այդ բանավեճերում հաղթել է։ Դրա համար ուներ քաղաքացիների համակրությունը։ Հիմա այդպես պետք է լինի բազմապատիկ ավել, որպեսզի ընդդիմությունը ընդհանուր առմամբ ստանա մեր քաղաքացիների մեծամասնության համակրությունը եւ պատրաստվի հաջորդ ընտրություններին, կլինի դա փողոցային պայքարի միջոցով, թե հերթական։ Բայց արդյոք խորհրդարանը եւ ընդհանրապես նաեւ քաղաքապետարանում մենք դա տեսնում, չի վերածվել այս ամեն ինչը ոչ թե բովանդակային քննարկման, այլ լեզվակռվի իրար տեղը դնելու, ավելի շատ բեմականացման, որին մենք ականատես ենք լինում, բայց արդյունքում երբ որ ամփոփում են գուցե շատ դիպուկ խոսքեր, շատ հետաքրքիր է, շատ տարածում ունեցավ եւ շատ լայքեր, բայց իրականում ինչ փոխեց դա հասկանալի չէ, կամ ինչ բովանդակային քննարկման բերեց։ Այսինքն խորհրդարանը դարձել է այսպես ելույթների ընդհանրապես իրար տեղը դնելու մի հարթակ։ Խորհրդարանը ելույթների հարթակ է, եկեք ճիշտ հասկանանք։ Եվ կարևոր որոշումներ ընդունել։ Հասկանալի է, բայց քանի որ կարողանալ օրակարգ թելադրել, որը մենք չենք տեսնում։ Բայց մեր համանդրությունը այնպես է գրված, որ իշխող ուժը ունի շատ լայն հնարավորություններ ցանկացած որոշում անցկացնելու։ Ուստի այս առումով հասկանալի է, որ ընդդիմությունը օրենսդրական նախաձեռնություններ պետք է ներկայացնի, բայց մենք մեծ ակնկալիք չունենք, որ ԿՊ-ն այդ նախաձեռնությունները կընդունի։ Դա հասկանալի է։ Բայց խոսքի մակարդակում հիմնավոր լինելը եւ համոզիչ լինելը դա ոչ թե ռետորական արվեստի մասին է խոսքը, այլ նայած թե դու ինչ ես ասում։ Ես օրինակ ձեզ ասեմ։ Դե Փաշինյանը ասում է ինքը կրկոտ ռետոր է, այսինքն այն հաղթելը դժվար է։ Շատ դժվար է, բայց գոնե մյուսներին կարելի է փորձել հաղթել։ Բայց բովանդակությունը շատ կարևոր է։ Ես օրինակ շատ առիթ չեմ ունեցել պարոն Էդգար Ղազարյանի հետ անձամբ շփվելու, որ մի օր հանդիպեմ ուղիղել դա կասեմ, բայց գոնե ձեր եթերից հնարավորություն ունեմ ասելու իմ դիտարկումը, որը կարող է նա չընդունել։ Երբ նա ասում է, որ հեղափոխությունը թուրք-ադրբեջանական գործողություն էր, պետք է մի բան հաշվի առնի, որ մեր ընտրողների շուրջ 80-90%-ը մասնակից է եղել այդ գործընթացին։ Լավ էր, վատ էր, ինչ հետևանքներ ունեցավ, դա չենք քննարկում։ Հիմա ուզում եմ ասել, այդ խոսքով կարող է վանում է մի որոշ ընտրազանգված, իմ կարծիքով վանում է, եթե պարոն Ղազարյանն է իմ կարծիքը նկատի կունենա, միայն ուրախ կլինեմ։
Դուք ասում եք, որ կանխատեսելի էր, որ ընտրություններում արդյունքը այսպես է լինելու, եթե լայն կոնսոլիդացիա տեղի չի ունենում։ Իսկ կանխատեսելի էր, որ Փաշինյանը 700,000-ից ավելի ձայն կստանա։ Ոչ, այդ մի բան ես Ինչու չէի նա կանխատեսել։ ստացավ այդքան ձայն, ինչով է պայմանավորված այս ֆենոմենը։ Անկեղծ ձեզ ասում եմ, չնայած լավ է շատ վկաներ կան, հուլիսի 6-ի դրությամբ, երբ դեռևս քվեարկությունը չէր կայացել, ես ինձ համար երևի 7-8 ուժի իմ պատկերացրած տոկոսային միավորները գրել եմ, 2%-ով եմ սխալվել եւ լավ էր, որ իմ բոլոր ընկերներին, մտերիմներին ուղարկում էի, ասում էի, սա է իմ կանխատեսումը։ Տոկոսային առումով այդ կանխատեսումը իրականացավ, բայց որ Փաշինյանը կարողացավ ավելի մեծ քանակի ձայներ գեներացնել, քան 21 թվականին էր, դա պարզապես ապշեցուցիչ էր։ Ես մենակ մի բացատրություն ունեմ, որովհետև շփվել եմ առնվազն այն մարդկանց հետ, ովքեր երբևէ չէին քվեարկել ՔՊՕ-ին եւ հիմա քվեարկեցին, եւ դրա բացատրությունը այն էր, որ իշխանությունը կարողացավ Ռուսաստանից եկող հայերի գործոնը, որը շատ փոքր գործոն էր, այնպես ուռճացնել եւ դա կապել ընդդիմության գործողությունների հետ։ Այն դեպքում, երբ որ փաստ չէր, որ հենց ընդդիմությանն են այն դեպքում փաստ չէր, որովհետեւ շատ մարդիկ նույնիսկ Փաշինյանին են։ Այո, եւ բ այդ ընտրակաշառքների մասին հաղորդումները որ կային, երբ այդ ձայնագրությունները լսում էիր, պարզ էր, որ դրանք մտահոգիչ բաներ են, այսինքն շատ հավանական է, որ այնտեղ կար անցակազմ, կարող է չկար, քննվի Երևան։ Բայց մի սահմանափակ թվականակ այնպես ներկայացվեց, որ կարծես ընդդիմության ամբողջ ձայնը գեներացվել է դրանով։ Եվ մարդիկ այսպես վայ հասեք մեզնից մեր ընտրելու իրավունքը հեսա կարողա տանեն, գնացին այդ քվեարկությանը։ Սա եւ շատ ու շատ այլ գործոններ, որոնք կարող էին պարզապես չլինել։ Ես լավ է բանի ընտրությունների ժամանակ դրա մասին չէի խոսում, որովհետեւ խոսեի պետք է ասեն խանգարում ես ընդդիմությանը, բայց եղավ այն ինչ եղավ։ Բայց ամեն դեպքում Փաշինյանը ընտրվեց, բայց շարունակում է լարվածությունը քաղաքական դաշտում, կալանավորումներ, ձերբակալություններ, Փաշինյանը հաթաթա է տալիս, սպառնում է, ինչու է բացատրվում այս լարված իրավիճակը իր մոտ։ Շատ պարզ, բոլոր այն առաջնորդները, որոնք գնացել են երրորդ ժամկետի, դիմել են նման գործողություններին հիմնականում երրորդ ժամկետից հետո։ Բելարուսում Լուկաշենկոն, Թուրքիայում Էրդողանը, չմոռանանք, որ Էրդողանը անդիմադիր առաջնորդ էր։ Երբ նա անցավ երրորդ ժամկետի, մինչ այդ նա փորձում էր դառնալ ԵՄ անդամ։ Երրորդ ժամկետից հետո էլ ինչ դեմոկրատիա, էլ ինչ Եվրամիություն, իրեն սկսեց պայել նորմալ ավտորիտար լիդերի նման։ Ռուսաստանում, հիմա նույնն էլ Հայաստանում է տեղի ունենում։ Այո, հեղափոխական դեմոկրատական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երբ ընտրվում է երրորդ ժամկետ, այլևս իրեն պետք չէ դեմոկրատիա խաղալ։ Այլևս իրեն պետք չէ ասել, ես չեմ միջամտում քննչական մարմինների գործողություններին, դատական մարմինների, այլևս ինքը կարող է շատ ուղիղ քաղաքական ամբիոնից, կառավարության ամբիոնից հայտարարել, որ պատրաստվում է հարստահարել մի գործարարի, ում հետ բազմաթիվ հանդիպումների է մասնակցել Գագիկ Ծառուկյանի հետ, ում հետ կոալիցիա է կազմել դեռևս 2018 թվականին, ուզում եմ ասել, որ սա շատ սպասելի էր։ Բայց ինչով է պայմանավորված, որ երրորդ ժամկետը լրացավ եւ նա ավելի համարձակ դարձավ։ Եւ համարձակ եւ անհանդուրժող, որովհետեւ այսինքն ինչն է փոխվում, ավելի ամրանում է իշխանությունը։ Դա թվացial ամրացում է, եկեք դա ֆիքսենք, որովհետեւ 17 թվականին թվում էր, թե հանրապետականը շատ կուռ դիրքերում է եւ ընտրվել է մեծամասնությամբ, թեպետ ընտրակաշառքով, բայց ուներ այսպես բացարձակ մեծամասնություն, թիմն էլ կարծես կուռ էր, մի քիչ այդտեղ պատրանքային բանը կա, հիմա ինքը դարձել է անհանդուրժող, ինքը էլ չի ուզում, որ իրեն քննադատեն։ Ինքը 3 անգամ, քանի որ մրցակցությամբ ապացուցել է, որ կարող է հաղթել մյուսներին, էլ չի ուզում մրցակցությամբ դա ապացուցել, էլ չի ուզում հանդուրժել, որ ինչ որ մեկ քննադատի իրեն, կամ ինչ որ մեկը կիսատ թթու խոսք կասի։ 18-19 թվականներին, երբ իրեն հայոյում էին, ինչը դատապարտելի է խոսքը դրա մասին չի, նա այսպես շատ տոլերանտ էր մոտենում, նույնիսկ դատական այս չէր ներկայացնի։ Հիմա արդեն գործիքակազմերը բոլորովին այլ են, եւ դա երրորդ ժամկետի գնացող ավտորիտար լիդերի համար շատ բնորոշ է։
Փաշինյանը արդեն պատրաստվում է, որ 2031-ին էլ ընտրվի, դրանից հետո էլ ընտրվի։ Կասկած չունենաք, որ պատրաստվում է, ստացվի թե չէ, ժամանակը ցույց կտա։ Այնքան ասեցինք, այլևս նա մեծամասնություն չունի, որ դե 49% մեծամասնություն չի, բայց դրան շատ մոտ մի բան է ցավոք սրտի, բայց եկեք նկատի ունենանք, որ իր ձայները պակասել են ամեն դեպքում։ Պարզապես չպետք է մոռանանք, որ դիմացը պետք է այլընտրանք լինի, համարժեք այլընտրանք։ Տեսեք, իմ մոտեցումը հետեւյալն է. եթե գալիս է մի ուժ, որը ասում է, որ ժողովուրդը սխալ էր հեղափոխություն անելուց, այդ ուժը մեծամասնության համակրություն չի կարող ստանալ։ Բիդինա Իվանաշվիլին չի ասել, որ Շևարդնաձեն ճիշտ էր, Սաակաշվիլին սխալ։ Իվանաշվիլին շարունակել է Սաակաշվիլու առնվազն խոշոր իմաստով քաղաքական գիծը եւ հաղթել է նրան այն տիրույթում, որտեղ ուժեղ էր Սաակաշվիլին։ Մեր ընդդիմությունը փորձում է հակառակ կողմից մոտենալ, հակահեղափոխական դիրքերից, այսպես ասած, մոտենալ, որը դեռ չի ստացվում։ Ցավոք, բայց մեղադրել է ժողովրդին, որ մասնակցել են, ես չեմ տեսել։ Հրապարակային այդպես է խոսքը։ Դե եթե ասում են, որ եղել է թուրք-ադրբեջանական դե անհատներ գուցե տարբեր կարծիքներ հայտնեն։ Այդ անհատները ում տեսակետն են հայտնում, ուժի թե իրենց անհատին։ Ուզում եմ ասել, եթե դու շատ լավ, այսպես մոտենանք հարցին, եթե դու համախմբել ես քո թիմում ընդգրկել ես բոլոր այն անդամներին, որոնք հեղափոխությունից այս կամ այն չափով տուժել են կամ քննադատել են հենց հեղափոխությունը եւ սատարել են հեղափոխությամբ տապալված նախկին առաջնորդին։ Այսինքն ինչ ես ակնկալում, էլի, ես սա եմ ուզում հասկանալ։ 21 թվականին 33% Ռոբերտ Քոչարյանի ձայներն էին, 5% Պատիվ Ունեմի ձայներն էին, ճիշտ է։ Հիմա դրանից ավել չէր 21 թվականին օպոզիցիայի ձայները։ Պետք է դրանից ավել լինեին, որ օպոզիցիան հաղթեր, ճիշտ է։ Դրանից ավել լինելու համար նշանակում է այդ սեգմենտից դուրս մարդ պետք է բերես տեղամաս, որը չի քվեարկի Փաշինյանի օգտին։ Հիմա եթե դու նույն գործիքակազմով ինչ որ այս երկու ուժերը 21 թվականին տարել են այդ 38% ձայնը, փորձում ես մտնել այդ նույն սեգմենտի մեջ, դու կարող ես ամբողջը տանել, բայց դա 38%-ից ավել չի դառնում։ Դա մաթեմատիկա է, չգիտեմ, շատ պարզ քաղաքագիտական բան է, էլի։ Ուղղակի ես կարծում եմ, որ կարող է ես ինչ որ բան լավ չեմ հասկանում։ Հիմա այդքան ռեսուրս ունեն, սոցիոլոգներ են վարձել վստահաբար, անալիտիկներ են վարձել։ Ես չգիտեմ։ Ընդ որում, ես էլի անկեղծ ուզում եմ ասել, ես չեմ համարում, որ իրենք տարել են իրենց կարողության մաքսիմալը։ Ոչ։ Իրենք տարել են իրենց կարողության մաքսիմալից շատ ավելի ցածր։ Իրենք կարող էին ավելին։ Եթե ես իմանայի, որ այդքանն էր իրենց առավելագույնը, հիմա շատ հանգիստ կլինեի։ Բայց ամեն դեպքում այս ամեն անակնկալ էր Փաշինյանի համար, նա ասում է ինչպես է հնարավոր, որ 600,000-ից ավել մարդ փաստորեն ընդդիմությանն է ընտրում, պատերազմ է ուզում են, որպեսզի Արցախյան հարցը վերաբացվի, դա հնարավոր բան չէ իր համար։ Իհարկե ոչ մեկ չի ասա, որ պատերազմ է ուզում, բայց ամեն դեպքում մեկնաբանությունները Փաշինյանի այդպիսին են։ Դե դա ռետորիկայի հետևանք է զուտ, ուզում եմ ասել, որ բնական է, որ ինչ-որ զգալի քանակի ընտրողներ պետք է ընտրեին ընդդիմությանը, բայց ես նկատի ունեմ, որ նաև խնդիր է Փաշինյանի համար, փաստորեն նա չէր սպասում, որ այդքան մարդ կընտրի ընդդիմությանը։ Երրորդ ժամկետ գնացող ավտորիտար լիդերի համար դա իհարկե խնդիր է։ 4 ժամկետ գնացողի համար ընդհանրապես խնդիր է, որ ինքը 80%-ից պակաս ձայն է տանում։ Հետևաբար, եթե ինքը պատրաստվի գնա 4 ժամկետ, ինքը շատ կուզենա տանի 70%, 80%։ Ուզում եմ ասել, դա մի դինամիկա է, որ անձը ապրում է ցանկացած իրավիճակում, եթե անցնում է 2 ժամկետ, 3-րդ ժամկետ եւ պատրաստվում է 4 ժամկետի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գնա 4 ժամկետի։ Փաստ է, որ գնալու է։ Կընտրվի թե չէ, գործընթացները ցույց կտան, բայց որ հաջորդ պարլամենտում օպոզիցիոն կամ աստված չանի իշխող ուժ քաղաքապայմանագիր լինելու է, սա էլ է փաստ եւ սա էլ է խնդրեմ եւ խնդրեմ է բոլորիս համար, ոչ միայն ինչպես է լինելու, այսինքն նկատի ունեմ, որ մեթոդաբանության եւ գործիքակազմի ձևը այլևս փոփոխված է եւ սրա հետ մենք պետք է հաշվի նստենք, բայց ուզում եմ ասել, որ դա ընդդիմությունը կարող է կանխել ավելի վաղ շրջանում։ Հիմա փաստացի մենք տեսնում ենք, որ շատ գերլարված մթնոլորտ է, կալանավորումներ, ձերբակալություններ եւ չի ավարտվելու այսքանով, որովհետեւ Փաշինյանը արդեն իսկ անոնսել է,
Այս ամեն ինչը կարող է դեր ունենալ իսկապես գործընթացների վրա, կարող է իսկապես ճնշել ընդդիմությանը, հետագայում մենք չտեսնենք զարգացումներ, չտեսնենք փողոցային այն ակտիվ փուլերը, որոնք մենք տեսանք նախորդ 5 տարիների ընթացքում։ Կարող է, ունենալու է, բայց ցավալին գիտեք ինչն է, երբ մի ամբողջ 60,000 ձայն, կարծեմ Բարգավաճ Հայաստանը որ տարա, երբ մի ամբողջ խմբակցության քաղաքական ուժի պարլամենտից դուրս ես թողնում, գոնե այդ ուժի ընտրողների կեսը պետք է ցույց անեն, այս կամ այն ձևով բողոքի ձայն բարձրացնեն։ Հիմա ցավալին այն է, որ դա չկա եւ դա չի կազմակերպվում այդ ուժի առաջնորդների կողմից, չգիտեմ ինչ նպատակներով։ Դե հիմա արդեն ուշացած չի։ Դե ինչ է ուշացած, հենց ամենաթեժ ժամանակն է, արդեն հեսա խորհրդարանն է ձևավորվում, Սահմանադրական դատանը որոշումը կայացրել է, գնան ինչ անեն։ Շատ լավ, բողոքի ձայնը բարձրացնեն, տարբեր հարթակներում պիկետներ կազմակերպեն եւ ամբողջ աշխարհին եւ Բայց ինչ պահանջներ կայացնեն, որ մտնեն խորհրդարան։ Հարցը պահանջը չի, հարցը այն է, որ մենք հիմնավորենք, որ այս խորհրդարանը առնվազն այդ մասով լեգիտիմ չի, որովհետեւ լեգիտիմության կորուստը, եկեք ճիշտ հասկանանք, մի վայրկյանում չի տեղի ունենում։ Լեգիտիմության կորուստը տարիների ընթացքում գործողությունների արդյունքում է կորսվում։ Սերժ Սարգսյանին 18 թվականին, երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հիշեցնում էին եւ Ռաֆո ընտրությունները, եւ մարտի 1-ը, եւ 16 թվականին, որ նա Գյումրիում հայտարարեց, որ ինչքան ուզեմ, ամեն ինչ հիշեցնում էին։ Այդ գործընթացը այսպես կուտակվող է, որ ինքը կուտակվի, դրա մասին պետք է խոսել ու ցույց տալ։ Հիմա ես չեմ հասկանում, ինչի էր պետք Գագիկ Ծառուկյանին սпасել, որ իրեն կան կալանավորեն, այլ ոչ ինքը անձամբ նստածույց հայտարարեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հետո էլ Սահմանադրական դատարանի դիմաց։ Ես չեմ հասկանում դա։ Եթե կարող եք դա ինձ բացատրել, բացատրեք։ Դե կարող էր անել, բայց արդյոք ինչ որ փոփոխություն կլիներ, թե ոչ, դա արդեն մեծ հարց է։ Փոփոխությունը կլիներ 5 տարի հետո, արդյոք Սահմանադրական 6 տարի հետո, 3 տարի հետո։ Չէ, հարցը այն չի, որ մենք չբանենք ալու։ Երբ Փաշինյանը ընտրվեց, ինչ արագ իրար հետևից շնորհավորեցին նրան։ Էմինը մի բան ես ձեզ հիշեցնեմ։ 13 թվականին, երբ Ռաֆին գործընկերները, երկրի ղեկավարները։ Շատ լավ, 13 թվականին էլ երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց, վերընտրվեց, ԵԱՀԿ-ը մի սիրելի արտահայտություն ուներ։ Այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին։ Անխոս դրանք մեկ քայլ առաջ էին, քան 2008 թվականի ընտրությունները։ Կասկած դրանում չկա։ Բայց Ռաֆի Հովհաննիսյանը շարժում մեկնարկեց, որը տապալեց հարցը, դա չի։ Բայց 2018 թվականի այդ արդյունքում իր ներդրումը ունեցել է Ռաֆի Հովհաննիսյանը։ Բան փոխվեց դրա արդյունքում։ 13 թվականին չփոխվեց, 2008 թվականին այդքան բողոքի զոհերի արդյունքում բան փոխվեց, նկատի ունեմ Սերժ Սարգսյանի ընտրվելու առումով։ Չփոխվեց։ 10 տարի անց դրա ձայնը եկավ։ Հիմա լավ, ո՞նց կարող ենք մենք այդ հարցերը չբարձրաձայնել։ Ոչ մի ակնկալիք չունենք ԿՀ-ից, որի նախագահ նախկին ԿՊ անդամ է։ Ոչ մի ակնկալիք չունենք ՍԴ-ից կամ այլ ատյանների դատարաններից։ Բայց սրա մասին պետք է հիմնավոր ներկայացնել։ Բայց եթե փողոցային պայքարն այդքան կարևոր է, ինչու մենք Լուսավոր Հայաստան կուսակցությանը չենք տեսնում փողոցում։ Երբ Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին կհանդիպեք, կհարցնեք դրա մասին։ Ես ամենայն դեպս եւ դեռևս շարունակում փոխնախագահ լինել։ Ես ասում եի, որ մի հնարավորություն կա այս ընտրություններին օգուտ տալու կամ վնաս չհասցնելու, դա այն է, որ եթե լավ 2% ենք տանում ու չենք հաղթահարում շեմը, այդ 2%-ը եթե 2 մանդատ է, իսկ 2%-ը մոտավորապես 2 մանդատ է։ Մեկը կանցնի իշխանությանը, մեկը կանցնի ընդդիմությանը։ Եկեք դա չանենք։ Մաթեմատիկորեն դա այդպես պետք է ստացվեր։ Ասում եմ եկեք դա չանենք, որովհետև եթե խոշոր ընդդիմադիր ուժերը սխալվել են, չեն ուզեցել եւ լայն դաշինք չեն ձևավորել, ինչը մենք քննարկեցինք, որ իրենց մեղքն է, պետք է ուղիղ դա ասել, ապա մեր մեղքն էլ առանձին դառնալու է ձայներ փոշիացնելը։ Հետևաբար եկեք դա չանենք։ Եթե իրենք սխալվել են, դա չի արդարացնի մեր մեկ այլ սխալ։ Հիմա պարզապես մոտեցումների տարբերություն ունենք։ Ես այդ կարծիքին եմ։ Հիմա բայց կներեք, եթե ես անցած տարիներ նկատի ունեի, որ մենք տեսել ենք փողոցային պայքարներ, բայց չենք տեսել, որ Լուսավոր Հայաստանը ակտիվ լինի։ Լուսավոր Հայաստանը ոչ միայն ակտիվ է եղել։ Ինձ բերման են ենթարկել Գագիկ Ծառուկյանին ի պաշտպանություն ցույցից 2020 թվականին ինձ քրեական գործ է հարուցվել կրկին ինձ հետ փոխկապակցված անձի վրա։ Բագրատ Սրբազանի ցույցերի պիկետների ժամանակ մասնակից եմ եղել եւ անձամբ նաեւ հանդիպել եմ Բագրատ Սրբազանին Լուսավոր Հայաստանի անունից։ Ուստի ուզում եմ ասել, երբ եղել է պայքարի հնարավորություն
ու արդյունքի մաքսիմալ շուտ հասնելու հնարավորություն, մենք մեր մասնակցությունն ունեցել ենք։ Դրանով եկել հասել ենք 26 թվականին։ Բարդ է։ Շնորհակալ եմ դրության համար։ Զրուցակիցս Լուսավոր Հայաստան կուսակցության Արցախից նախկին փոխնախագահ Դավիթ Խաչատյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։